Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է դեկտեմբերի 12-ի համար։ 12-ը հիանալի օր է, արդեն տեսանյութը կա, հայելային օր է նա համարվում։ Կարող եք նայել տեսանյութը թվագիտության ալիքում է, ալիքների հղումները լինում են մեկնաբան վերնագրի տակ, մեկնաբանությունները փակ են։ Կարող եք նայել, տեսնել թե ինչ պետք է անեք այդ օրը ընդհանրապես, որովհետև ինքը եւս կարևոր օրերից մեկն է համարվում։ Եվս կարևոր օր կա, որի մասին եվս կխոսեմ։ Ինչ ինքնաթիռը։ Ահա, նաև օրը դա ուրբաթ է եւ տեսնենք թե մեզ բոլորիս ինչ է սպասվելու այս հրաշալի օրը։ Շատ լավ է, որ նաև ուրբաթ է ընկնում, բնականաբար, որովհետև ոնց որ համարվում է նաև աշխատանքային շաբաթվա ավարտը։ Բնականաբար Հայաստանում շատ քիչ են մարդիկ, որ աշխատում են մինչև ուրբաթ, հետո էլ չեն աշխատում, բոլորը աշխատում են մինչև շաբաթ-կիրակի։ Որը բացարձակապես սխալ է, որովհետև մարդը այլևս դրանից հետո ունակ չէ նորմալ աշխատելու։ Եթե ուզում են լավ աշխատող, ապա պետք է աշխատողը հանգստանա։ Միշտ ասել եմ, միշտ էլ կասեմ, չնայած որ ասել եմ, որ չեմ խառնվելու, բայց դե սա մեկ այլ հարց է։ Դե տեսնենք, թե մեզ բոլորիս ինչ է սպասվում։ Գնայինք խոյերին։ Ինչ է սպասվում խոյերին դեկտեմբերի 12-ին։ Հարգելի խոյեր, այդ օրը գումար եք ստանալու, նաև ինչ-որ բան է ձեզ ցավեցնում, կամ ոնց որ էլ հույս չեք ունենում, հույսն չեք դնում դրա վրա, կամ ինչ-որ մեկի վրա, խոստացել է ինչ են անում, եւ այլևս հույս չեք դնում դրա վրա։ Եվ սպասում եք ինչ-որ մեկին կամ ինչ-որ բանի։ Միգուցե դա է, սպասում եք եւ տեսնում եք, որ չկա կամ չեն անում, եւ հույսն այդ կորցնում եք։ Եթե գումարի մասին է խոսքը, ապա հետո կարող են տալ։ Այսինքն, երբ որ մարդը հույսը կորցնում է։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ցուլերին։ Ինչ է սպասվում ցուլերին դեկտեմբերի 12-ին։ Հարգելի ցուլեր, այդ օրը հույսնատել եք ինչ-որ մեկի վրա կամ ինչ-որ բանի վրա,
Նաև հանդիպում կամ շփում ունեք գործնական թեմայի վերաբերյալ, գործնականակ խոսելու, հետո սկսեք տատանվել, ծանր ու թեթև անել, վերլուծել նաև, գուցե նաև կասկածել, եւ ձեր ցանկությունները այդ օրը կիրականանան, նաև որից իրադարձություններ ունեք, որոնք որ ձեզ հետ կատարվում են յուրաքանչյուր ամիս, այս ամիս եւս կկատարվեն, եւ կարող է վերջին մեկ ամսվա իրադարձությունն է ավարտվում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք եկվորյակների։ Ինչ է սպասվում եկվորյակներին դեկտեմբերի 12-ին։ Հարգելի եկվորյակներ, այդ օրը ոչ նամակ եք ստանալու կամ լուր, տեղեկատվություն, որը իր մեջ կամ սուտ է պարունակում, կամ սուտ է, կամ սուտն է դուրս գալիս, այդպես, սուտի մասին եք իմանում։ Ինչ որ մեկը մի բան չի արել, ինչ որ մեկը սուտ է խոսել։ Այդ օրը նաև բաժանում է հնարավոր ժամանակը, որը ինչ որ մեկից հնարավոր ինչ որ բանից եք նաև բաժանվում, հյուր ունեք կամ դուք եք գնալու, ինչ-որ միտեղ կարող եք երկար մնալ, նաև հուզվել, գուցե ինչ-որ մեկին եք ճանապարհում ուղղակի։ Եվ յուրաքանչյուր քայլ անելուց առաջ երկար մտածեք, որտեղ կարող եք հուզված լինել եւ հուզմունքից դրդված, որովհետեւ վատ քայլ անեք անմտածված։ Եվ մյուս կողմից էլ ինչ-որ մի բան է այդ օրը ձեզ երջանկացնելու։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք խեցգետիններին։ Ինչ է սպասվում խեցգետիններին դեկտեմբերի 12-ին։ Հարգելի խեցգետիններ, այդ օրը սուտ կա, չգիտեմ ինչում, ինչ-որ մի հարցում, ինչ-որ մեկը կարող է ուղղակի ինչ-որ բան չի արել։ Որոշ գործեր կանեք, կավարտեք, կվերջացնեք այդ օրը, նաև ճանապարհ եք գնալու կամ որոշ մարդիկ, ինչ-որ մեկը կարող է գալ ձեզ մոտ, ուրախ կլինեք, բարձր տրամադրություն կունենաք, ձեզ սիրված կզգաք, ոմանց սիրո խոստովանություն կանեն, կամ դուք կանեք, կամ ձեր հարազատների շրջապատում կլինեք, կամ տրամադրությունը բարձր է, այդպես ձեզ լավ եք զգում։ Եվ միգուցե նոր հույս է արթնանում ձեր մոտ, միգուցե արդեն հույսներ դնում եք ինչ-որ բանի վրա, կամ հույսով եք լցվում։ Այսքանը ձեզ համար,
Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնային կառույցների։ Ինչ է սպասվում ամուսներին դեկտեմբերի 12-ին։ Հարգելի արուսներ, այդ օրը ոմանք ժամադրության կգնան, ոմանք կպայմանավորվեն իրենց հարազատ մարդկանց հետ եւ կհանդիպեք, նաեւ օրվա ընթացքում կցանկանաք պարկել հանգստանալ կամ գուցե պարկում եք, հանգստանում եք, նաեւ ինտիմ հարաբերությունները, հեռախոսազանգ ունեք այդ օրը, որոշ հարցեր կլուծեք, կավարտեք, կվերջացնեք եւ երեխաների հետ կապված իրադարձություն, գուցե երեխաների հետ տեղ եք գնում, առիթ է, ծնունդ է, կարող գնալ իրան ինչ-որ բաներ գնել կամ դպրոցի հետ կապված լինի, ինչ-որ հարցեր են, կամ հղիություն, նաև ծննդաբերություն։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կույսերի։ Ինչ է սպասվում կույսերին դեկտեմբերի 12-ին։ Հարգելի կույսեր, այդ օրը առավոտյան ինչ-որ բան է ձեզ ցավեցնում, գուցե առավոտյան չի, այս կարտը մի քիչ առավոտ իրիկուն չի, ուղղակի ես փնտրում եմ, բայց չեմ գտնում, նորություն կլսեք նաև այդ օրը, հանդիպում ընկերոջ հետ կամ շփում, նաև կարող երկար մնալ, ոյցե միտեղ, միգուցե ընկերոջ հետ է, նաև ոյցե քայլ անելուց առաջ երկար մտածեք, ծանոթ հետև արեք նոր։ Եվ որը ձեր ձեռքում է, շատ բան ձեզանից է կախված, հատկապես գումար ծախսելը ձեզանից է կախված, թե ինչքան կծախսեք ու ինչքան կտակ։ Որոշ գործեր կմնան, չեք հասցնում ավարտել եւ կամ շուտ եք պարկում քնելու կամ ուշ, նաեւ ինտիմ հարաբերություններ է սա։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կշարքների։ Ինչ է սպասվում կշարքներին դեկտեմբերի 12-ին։
Հարգելի գշերտներ, այդ օրը ոմանք կընդունվեն աշխատանքի, ոմանք կարող են հանդիպել պետական աշխատողի հետ, հարցազրույցի գնալ, աշխատանքում, բիզնեսում, հաջողություն նաև։ Եվ ժամադրություն ունեք, ոմանք պայմանավորվածություն ունեն իրենց հարազատ մարդկանց հետ, սիրելի մարդկանց հետ, նաև հեռախոսազանգ, եւս մեկ այլ հանդիպում ունեք այստեղ, հանդիպում կամ շփում ընկերոջ հետ, ինչ որ մի քանի հոգու հետ կարող եք օրվա ընթացքում հանդիպել, բայց նաև սուտ կա, որն էլ որ կարող ձեզ հիասթափեցնել կամ այդ մարդուց, կամ նաև կարող տխրել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կարիճների։ Ինչ է սպասվում աղջնավորներին դեկտեմբերի 12-ին։ Հարգելի կարիճներ, այդ օրը դուք եք նվեր գնելու ինչ-որ մեկի համար, կամ նվեր եք ստանալու, կամ ինչ-որ բան է տեղի ունենալու, որ ձեզ համար նվեր է, այստեղ սուտ կա, սուտի պատճառով կարող եք վիճել նաև ինչ-որ մարդկանց հետ, ոմանք ունեն ժամադրություն, ոմանք հանդիպում, պայմանավորվածություն իրենց հարազատ մարդկանց հետ, և կարող տուն եք մաքրում, որ գան ձեր տուն, Եվ երեխաների հետ կապված ոչ իրադարձություն է, սա այնպիսի իրադարձություն է, որը յուրաքանչյուր ամիս անում եք, օրինակ կարող գնում եք բժշկի, տեսնեք հղիությունը ինչպես է, կամ երեխայի համար գումար եք փոխանցում, ձեզ են փոխանցում, կամ վերջի 1 ամիսն է, որ փոխանցում են կամ գնում եք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք աղեղնավորներին։ Ինչ է սպասվում աղեղնավորներին դեկտեմբերի 12-ին։ Հարգելի աղեղնավորներ, այդ օրը հեռախոսազանգ կստանաք նաև կարիճներին, չգիտեմ ինչու աղեղնավոր եմ ասեմ, միգուցե իրար հետ գործ ունեք, դրա համար էլ
ասել եմ, չնայած սկիզբը, հետո արդեն ուղում եմ, երբ որ արդեն սկսում եմ, համենայն դեպս նոր էլ որ աղեղնավոր նայեցի, ասում բայց ես ոնց որ արդեն ասեցի աղեղնավոր։ Ուղղակի շտապում եմ, պետք է դուրս գամ եւ ձեզ համար արագ կանխատեսում եմ անում։ Այդ օրը հեռախոսա զանգ ունեք, նաև ոմանք տուն կմաքրեն, ոմանք կարող են վիճել ինչ-որ մեկի հետ հանդիպում կամ շփում ունեք ձեզ համար շատ հարազատ մարդկանց հետ։ Պետական հիմնարկության հետ կապված հարցեր են, նույն դա ուսման կենտրոն, բժշկական կենտրոն կարող այցելել եւ կտատանվեք, ծանր թեթև կանեք, ինչ-որ մեկի ասածը, ինչ-որ մի բան, գուցե նաև կասկածներ են դրանք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք այդ եղջյուրների։ Ինչ է սպասվում այդ եղջյուրներին դեկտեմբերի 12-ին։ Հարգելի այդ եղջյուրներ, այդ օրը այստեղ կարող գնալ հիվանդանոց կամ ոչ բժշկական կենտրոն, դա այդպես համար պետական հիմնարկությունը, այնտեղից ամենայն դեպս հաջողություն ունեք։ Այնտեղ ինչ որ անեք, հաջողությամբ կավարտվի կամ եթե հիվանդ են, այնտեղ կապակինվեն, ինչ որ մի բան առաջ կգնա, բայց դեպի լավը։ Նաև ոմանք ժամադրություն ունեն սիրային, կգնաք իրար հետ երկար կմնաք ինչ որ միտեղ կամ նաև դա պայմանավորվածությունը ձեր հարազատ մարդկանց հետ իր հետ էլի կարող գնալ ոչ միտեղ մնալ։ Կարող հենց հարազատներով գնում եք հիվանդանոց։ Կամ քնից հատուկ արթնանում եք շուտ, որպեսզի գնաք պետական հիմնարկություն, դա լինի ուսման կենտրոն, մեկ այլ պետական, որտեղ որ եւս էլի հաջողություն ունեք։ Նաև նորություն կլսեք այդ օրը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ջրհոսների։ Ինչ է սպասվում ջրհոսներին դեկտեմբերի 12-ին։ Հարգելի ջրհոսներ, այդ օրը կամ շուտ եք արթնանալու կամ ուշ, հնարավոր է նաև մի փոքր հիվանդ եք,
կամ պետք է գնաք բժշկի, կամ հիվանդանոցում եք, կամ բժշկի մոտ հերթագրվում եք։ Նաև ինչ-որ մի բան եք ձեր ձեռքից բաց թողնելու այդ օրը, երեխաների հետ կապված իրադարձություններ ունեք, հղիություն, ծննդաբերություն, նաև ինչ-որ պահեր են երեխաների հետ, որ պետք է անեք, գնաք խանութ եւ այլն, ինչ-որ կարևոր են, երեխաների հետ եք լինելու։ Թորները կարող են գալ։ Նաև ոմանք ունեն ժամադրություն, ոմանք ունեն պայմանավորվածություն իրենց հարազատ մարդկանց հետ։ Ժամ եք պայմանավորվում, հենց դա է կարող բժշկի հետ կամ իրենց հետ։ Ժամը ձեզ համար կարևոր է, ուշադրություն դարձրեք, որ չուշանաք։ Եվ նորություն եք լսելու, հանդիպում եք ինչ-որ մեկի հետ, որպեսզի հրաժեշտ տաք իրեն։ Ինքը գնում է, այդ հանդիպումը ոնց որ հենց հրաժեշտի համար է, որ իրար հաջողանեք, ինքը գնում է, միգուցե ժամանակավոր, միգուցե ընդմիշտ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ձկների։ Ինչ է սպասվում ձկներին դեկտեմբերի 12-ին։ Հարգելի ձկներ, այդ օրը հեռախոսազանգ ունեք, նաև հույսով եք կամ հույսներ դնում եք այդ հեռախոսազանգի վրա կամ հույսով սպասում եք, որ կզանգահարեն, ինչ որ պահեր են այստեղ, որ հույսը նաև կա, հա, ինչ որ բան է, կամ նոր հույս է տալիս ձեզ այդ հեռախոսազանգը։ Հյուր կունենաք կամ դուք կգնաք հյուր, նորություն եք լսելու այդ օրը, չէ՞ միտեղ կարող գնալ երկար մնալ, միգուցե հյուրն է գալիս երկար է մնում կամ դուք նաև յուրաքանչյուր քայլ անելուց առաջ երկար մտածեք, նոր հետո արեք, կանգ առեք մի պահ։ Եվ միգուցե այստեղ երեխաները ընդունվեն աշխատանքի, ովքեր մեծ երեխաներ ունեն, երեխաների հետ կապված աշխատանքներ պետք է անեք, երեխաների հետ կապված հանդիպում պետական աշխատողի հետ, միգուցե բժիշկ է, միգուցե մեկ այլ մասնագետ է, ուսումնական հաստատությունից է կարող է։ Համենայն դեպս երեխաների հետ է կապված դա, կամ մանկական տեղ կարող եք ընդունվել աշխատելու, երեխաների հետ պետք է աշխատեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։